Կրթական կյանքի անցուդարձով Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի լրագրի հերթական թողարկումն է եթերում բարի երեկո։ Ապրիլի 24-ին լրացավ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը։ Աշխարհի տարբեր ծայրերում այդ օրը կազմակերպվող ոգեկոչման արարողություններից անմասն չեն մնում նաև Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողներն ու դասախոսները։ Մանկավարժականցիների ապրիլ 24-ի անօրվա մասին պատմում է մեր տեսանյութը։ Լոկ ճախրանք ու թրիչք, միջ մարմինները մահվան։ 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից նախորոք ծրագրված և իրականացված զանգվածային տեղահանություններին ու հայերին բնաջնջելու թուրքական գործողություններին պատմությունը ցեղասպանություն բնորոշումը տվեց։ Դարասկզբին 1,5 միլիոն հայի ֆիզիկական ոչնչացումը, սակայն Թուրքիայի կառավարությունը համառորեն չի ընդունում։ Ու քանի դեռ Թուրքիայի ու աշխարհի ականջին անհաս է հայերի արդար պահանջը, ամեն տարի ապրիլի 24-ին ճանաչման և դատապարտման մեկդարյա պահանջով աշխարհասփյուռ հայությունը դուրս է գալիս փողոց իրենց բողոքի ձայնը ևս մեկ անգամ լսելի դարձնելու նպատակով։ Տիտեռնակաբերդի ու ամբողջ աշխարհում կառուցված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամանիրների մոտ այդ օրը միլիոնավոր ծաղիկներ են խոնարհվում։ Ճիրակցիներն անմեղ զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցում են Հերհերի կամ Ջարդի ձորում։ 1920 թվականին թուրքերն այստեղ ևս թողել են իրենց ձեռագիրը 12,000 հայի արյունով։ Ինչպես ամեն տարի, այս տարի ևս շիրակցիների երթին միացավ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի պատվիրակությունը։ Մեր ազգի, մեր ժողովրդի պատմության ամենասև կարող եմ ասել էջն է, որը արդեն 98 տարվա պատմություն ունի։ Եվ կարծում եմ, եթե 190 տարվա պատմություններ ունենա, մինչև աշխարհի առաջադեմ մարդկությունը չդատապարտի, մինչև Թուրքիան չընդունի իրեն ոճրագործությունը, միևնույն է, գալիք սերունդները անպայման այս հարցը բարձրացնելու են մինչև արդար լուծում ստանալը։ Առաջադեմ մարդկությունը պետք է հասկանա, որ դատապարտելով արտարությունը վերականգնելով բացառում են հետագա նման ոճրագործությունները որևէ պետության կամ ազգի կողմից։ Եվ կարծում եմ այս գիտակցությամբ է երիտասարդությունը մոդերնում ամեն տարի ապրիլի 24-ի անցկացվող միջոցառումներ։ Մանկավարժականցիները մասնակցեցին նաև Ջարդի ձորում կազմակերպված ծառատունկին։ Ծառատունկը կյանքի շարունակականության ու հավերժության խորհրդանիշն է, ավերումի դեմ արարումի հայկական սկզբունքով։ Կուզենայի, որպեսզի մենք կազմակերպեինք համազգային ծառատունկ 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին տնկեինք նույն քանակի ծառեր Հայաստանում և ընդգրկելով նաև արտերկրի մեր հայրենակիցներին և միջազգային կազմակերպություններին, որպեսզի համազգային ծառատունկը դառնա միջազգային հնչեղություն ունեցող մի իրադարձություն, որը իր վրա կբերի երկրների պետությունների ուշադրությունը և այն եղեռնագործությունը, որ կատարվեց անցյալ տարի սկզբին, վերջապես իր միջազգային հնչեղությամբ կպարտադրի և ուրացողներին, և անտարբերներին,
ուշադրություն դարձնելու Հայոց ցեղասպանությունը վավերագիր լուսանկարներով, պատմության էջերով ու հայերի պահանջատիրական կոչերով նաև Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի գրադարանի մուտքի մոտ է։ Ուսանողների ուշադրությունը եւս մեկ անգամ խնդրի վրա սևեռելու ու պատմությունից դասեր քաղելով պահանջատեր լինելու հիշեցումով։ Աշխարհի երկրների 10%-ը ընդունել է եղեռնը։ Պետք է հուսով ենք, որ 100-ամյակում մոտ 90%-ը կընդունի եղեռնի անհեշտելի փաստը եւ վերջապես ամերիկյան սենատում կարտասանվի գենոցիդ բառը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքական դիրքորոշումը անհերքելին ընդունելու հարցում կարևորել եւ գիտական ուսումնասիրության թեմա է դարձրել Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի մագիստրատուրայի պատմության բաժնի ուսանողուհին, գրելով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դերը հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում վերնագրով գիտական հոդվածը։ Հայաստան Կարապետյանը Հայաստանի արտաքին ճիշտ քաղաքականությունն ու դիվանագիտությունն է տեսնում հարցի լուծման հիմքում, կարևորելով հատկապես ԱՄՆ-ի դիրքորոշումը։ Մենք ամեն ինչ անում ենք, որ միջազգային ատյաններում, ԱՄՆ-ում հատկապես այս հարցը քննարկվի եւ դա մեզ համար ցանկալի արդյունք։ ԱՄՆ աշխարհքաղաքական շահերից ելնելով, ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններից, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններից եւ տարածաշրջանի աշխարհքաղաքական շահերից դուրս գալով այս հարցին չի կարող վերջնական ու կտրուկ լուծում տալ։ Մենք բոլորս գիտենք, որ ԱՄՆ նախագահները ժամանակ առ ժամանակ իրենց ընտրությունների ժամանակ արծարծում, բարձրացնում են այս հարցը, խոստումներ տալիս, որոնք պարզապես մնում են օդի մեջ, որովհետև այդ խոստումների արդյունքում նրանք հայկական լոբբիի քվեն են շահում։ Մոտ ապագայում հայերի դատին արդար վճիռ երիտասարդ պատմաբանը չի սպասում, բայց որքան ժամանակ էլ անցնի ու միջազգային ատյաններում անարդյունք կամ արդյունավետ քննարկվի հայոց հարցը, հայ երիտասարդների պահանջը նույնն է մնալու։ Մենք ցանկանում ենք իրերն անվանել իրենց սեփական անուններով, մենք ցանկանում ենք մեր վշտի տերը լինեն միջազգային ատյանները։ Հայաստանի ու բոլոր հայերի միասնական պահանջով ապրիլի 24-ը հարգանքի տուրք մատուցելու օր լինելուց բացի կշարունակի մնալ նաև պահանջատիրական կոչեր հնչեցնելու օր այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհն ու Թուրքիան կփակեն իրենց աչքերն ու ականջները մեկդարյա անցյալի պատկերների ու աղմուկի առաջ։ Լիլիթ Թովմասյան, Երվանդ Փոստոյան, ՊՊՄ լրագիր։ Ապրիլի 26-ին Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում մեկնարկեց հանրապետական ուսանողական երկրորդ գիտական նստաշրջանը հանրապետության 5 քաղաքից եւ Արցախից Գյումրի ժամանած ուսանողների մասնակցությամբ։ Գիտական նստաշրջանի ընթացքը մեր հաջորդ տեսանյութում։ Հանրապետության երիտասարդ գիտական միտքը մեկ վայրում Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում ապրիլի 26-ին անցկացվեց հանրապետական ուսանողական երկրորդ գիտական նստաշրջանը։ Մաղթում եմ ձեզ բեռնավոր աշխատանքային ով եւ հաստակած մարդու բավարարվածություն։ Հանրապետական ուսանողական գիտաժողովը հայտարարում եմ բացված։ Շուրջ 150 մասնակից նույնքան էլ գիտական հաղորդում Շիրակի մայրբուհում իրենց գիտական աշխատանքները ներկայացնելու էին եկել ուսանողներ հանրապետության 5 քաղաքների՝ Գավառի, Գորիսի, Վանաձորի, Երևանի եւ Գյումրու, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններից։ Ամենաուրախալին այն է, որ հենց դրսի հյուրերի քանակն է նախ, մասնակցությունն է, իրենք շատ սիրով ուզեցան հետ գալ նորից Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ, դա է մեզ շատ ուրախացնում։ Գիտաժողովի հանդիսավոր բացումից ու լիագումար նիստից հետո մասնակիցներն իրենց աշխատանքները շարունակեցին 11 առանձին բաժիններում, ներկայացնելով իրենց գիտական հաղորդումները։
Ուսանողներն ուղեկցվեցին բուռն քննարկումներով, ինչը վկայում էր երիտասարդ գիտնականների սեփական դիտարկումների եւ կարծիքի առկայությունը իրենց գիտահետազոտական աշխատանքներում։ Ինչքան էլ ուսանողների կարծիքները երբեմն լինեն սխալ, նույնիսկ կարգախնդրության աստիճանի հասնող համարձակության էլեմենտներ լինեն, համենայն դեպս կարևոր է, որ նրանք ունեն իրենց սեփական կարծիքը, ունենան իրենց տեսակետը, որը տարիների ընթացքում նամանավանդ հետագա գիտական պրոկտումների արդյունքում ավելի կհստակեցվի, ավելի պարզ կլինի։ Տարբեր սեկցիաներում կան շատ հետաքրքիր զեկուցումներ։ Ուսանողությունը շահագրգռված է լուրջ հետազոտական աշխատանքներ կատարել եւ ներկայացնել ուրեմն մյուս ուսանողներին։ Սա նաեւ խթան է հետագայում ուսանողների գիտահետազոտական աշխատանքներով զբաղվելու համար։ Հեռավոր Արցախի պետական համալսարանից Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի հետ դեռ նախորդ տարի բարեկամացած պատվիրակությունը գիտաժողովին մասնակցում էր 5 գիտական զեկուցումներով։ Արտիական խնդիրները արցախցիների գիտական հաղորդումների առանցքում էին Լեռնային Ղարաբաղի էթնոքաղաքական պատմության հարցը, ադրբեջանական թեզիսների շղթմամբ Զինա Գասյանի գիտական հոդվածում։ Փորձել եմ փաստերով հերքել ադրբեջանական պատմաբանների այն կարծիքը, նրանց ներկայացած այն հիպոթեզները, որ իբր Լեռնային Ղարաբաղի տարածքում հայերը հաստատվել են զուտ 1828 թվականից հետո։ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողների մասնակցությունը եւս մեծ էր գիտաժողովին։ Մասնակից ուսանողներն ընտրվել էին մեկ շաբաթ առաջ Բուհում անցկացված գիտաժողովի ներբուհական փուլի ընթացքում, որից հետո նոր միայն ստացել իրավունք մասնակցելու նաև գիտաժողովի հանրապետական փուլին։ Ուսանողների շրջանում ոգևորվածությունը երևում է եւ նույնիսկ շատ դեպքերում իրենք էին ավելի շատ հետաքրքրված երբ է տեղի ունենալու մեր հանրապետական գիտաժողովը։ Յուրաքանչյուր տարի ապրիլ ամսին մտադրված է ինստիտուտը կազմակերպի հանրապետական ուսանողական գիտաժողով։ Ավանդական դառնալու բոլոր հիմքերն ունեցող գիտաժողովը հաջորդ տարի եւս Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում կմեկտեղի երիտասարդական գիտական միտքը, իսկ մինչ այդ լավագույն հոդվածները կտպագրվեն առանձին գիտական ժողովածուով։ Մասնակիցներին տրվեցին նաև մասնակցության վկայականներ։ Լիլիթ Թովմասյան, Վահե Ադամյան, ԿՊՄ լրագիր։ Ուսանողական հանրապետական գիտաժողովին Շիրակի Մայրբուհում նախորդել էր հայ-կորեական տնտեսական եւ հումանիտար համագործակցության ապագա հեռանկարները խորագրով միջազգային գիտաժողովը։ Գյումրիում կորեական փորձի ներկայացման եւ հայ-կորեական համագործակցության մասին պատմում է մեր հաջորդ տեսանյութը։ Որակյալ կրթությունը տնտեսության զարգացման գրավական։ Կորեական փորձը Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողներին ներկայացվեց ապրիլի 16-ին հայ-կորեական տնտեսական եւ հումանիտար համագործակցության ապագա հեռանկարները խորագրով միջազգային գիտաժողովի ընթացքում։ Հյուրերն իրենց երկրի օրինակով փաստեցին կրթական ճիշտ քաղաքականությունը տնտեսության, հետևաբար նաեւ երկրի զարգացման հիմնական գրավականներից է։ Կորեան կարճ ժամանակում տնտեսական հսկայական աճ է գրանցել կրթական ճիշտ քաղաքականության հետևանքով։ Կորեայի կրթական համակարգը մոդել է դարձել բազմաթիվ երկրների համար։ Կորեայի եւ Հայաստանի Հանրապետությունների նմանությունները վերլուծելիս Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի դասախոս Փակ Հիսուն նշեց երկու երկրների բախտն էլ հարևանների հարցում չի բերել։ Երկուսի պատմության մեջ էլ պատերազմներն ու արտաքին ազդեցությունների դեմ պայքարը առանցքային է։ Այս ամենին դիմակայելու համար պետք է ստեղծել հարուստ պետություն, ինչն հնարավոր է միայն հզոր տնտեսության դեպքում։ Կորեացիները փորձել են, ստացվել է, վստահ են։ Տնտեսության հետևաբար նաև պետության զարգացման հիմքում պետք է տեսնել որակյալ կրթական համակարգը։ Կորեայի Հանրապետության քաղաքական տրանզիտի, քաղաքական համակարգի փոխակերպման գործընթացների խոր գիտական ուսումնասիրությունը անհրաժեշտ է այսօրվա դրությամբ Հայաստանում եւ կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման եւ արդիականացման ռազմավարության հիմք։ Համախառն ներքին արդյունքը Կորեայում 1959 թվականին մեկ մարդու հաշվով $63 է կազմել, 2009-ին արդեն մեկ անձի հաշվով $20,000, որքան էլ անհավանական տնտեսական այս հրաշքի հիմքում կորեական կրթական համակարգն է։ Երկրում գիտակցել են հնից հրաժարվել ու որդեգրել է պետք ինովացիոն տեխնոլոգիաներով զարգացող կրթական համակարգ, թվային մտածողությամբ ուսանողներով, ինչը հյուրերը խորհուրդ են տալիս անել նաև Հայաստանում։ Կարծում եմ, որ Հայաստանում եւս կա կարիք մեծացնել եւ կրթել այնպիսի մարդկանց, ինչպիսին օրինակ Microsoft-ի հիմնադիր Bill Gates-ն էր։
Հավատում եմ, որ այնպես ինչպես Կորեան կարողացավ կարճ ժամանակում զարգանալ, այդպիսի ապագա էլ սպասվում է Հայաստանին։ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը հանդիպման ընթացքում կարևորեց ակադեմիական փոխանակումների առկայությունը հայաստանյան կրթական համակարգում եւ մասնավորապես Շիրակի Մայրբուհում, ինչը հնարավորություն է տալիս որդեգրել այլ երկրների հաջողված փորձերը։ Ռեկտորը հյուրերին ներկայացրեց նաեւ բուհում այս ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Ակադեմիական փոխանակումները եւ շարժունությունը առանձնահատուկ արժեք ու նշանակություն է ստանում դուրս գալով սոսկ ուսումնական գործընթացի իրականացման շրջանակներից։ Դա ըստ էության դառնում է նաև միջմշակութային հաղորդակցման, սեփական գիտելիքների ու կարողությունների նոր միջավայրում կիրառելու հնարավորությունների բացահայտման կարևոր գործոն։ Իսկ ընդհանուր առմամբ ՍԱՊՈ-ի հանրապետական եւ միջազգային համագործակցության ցանցի ձևավորման ու ընդլայնման արդյունավետ միջոցներից մեկը։ Վարդևան Գրիգորյանն հույս հայտնեց, որ այս հանդիպումն ուսանողների հետ կդառնա նոր ազդակ բուհում կրթության որակի առաջընթաց ապահովելու ուղղությամբ։ Հյուրերը պատասխանեցին նաև ուսանողների հարցերին, համոզմունք հայտնելով, որ կարճ ժամանակում Հայաստանում էլ կորեականի նման կարող են ունենալ հայկական հրաշք, եթե միայն կրթական համակարգը ուսանողներն ու դասախոսները դիտարկեն նախ եւ առաջ որպես տնտեսական զարգացման գրավական։ Լիլիթ Թովմասյան, Երվանդ Փոստոյան, ԿՊՄ-ի լրագիր։ Ուսանող ոստիկան փոխգործակցության առաջարկ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում։ Հանրապետության տարբեր մարզերում աշակերտների եւ ուսանողների հետ հանդիպումներից հետո համայնքային ոստիկանության մոդելը ներկայացվեց նաեւ շիրակցի ուսանողներին։ Հանդիպման մանրամասները մեր հաջորդ տեսանյութում։ Գյումրու 4 բուհերի թվով 25 ուսանողներ ապրիլի 18-ին Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում ծանոթացան համայնքային ոստիկանության պատմությանը, գործունեության ոլորտներին, մատնանշելով նաև համագործակցության հնարավոր տարբերակներն ու հեռանկարները։ Հայաստանի մարզերում ոստիկանության եւ երիտասարդության միջև վստահության ձևավորմանը նպաստող ծրագիրն իրականացվում է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ։ Միջոցառումը նախավարաջ ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացման ուղղված միջոցառում էր եւ երկրորդը գաղափարը ներկայացնելն էր արդեն այն ակնկալիքով, որ հետագայում արդեն համագործակցությունը կընթանա այս ուղով։ Ոստիկանների հետ համագործակցության եզրեր ու հնարավոր տարբերակներ ուսանողները գտան հանդիպումը դեռ չավարտված ու անմիջապես այն բանից հետո, երբ պարզ դարձավ ոստիկանության հետ համագործակցության արդյունքում հնարավոր է լուծել նաև իրավախախտումների հետ բոլորովին կապ չունեցող համայնքի զարգացմանն ուղղված եւ բնակիչներին մտահոգող խնդիրներ։ Խոսք գնաց անցումների մասին, որ փողոցները վտանգավոր են ու անհրաժեշտ է անցումներ կառուցել ու դրա համար կարող ես դիմել համայնքային ոստիկանին, որը այդ գործին ընթաց կտա եւ լուծում գտնի այդ գործին։ Մեզ անծանոթ էր այդ հանգամանքը, որ կարող ենք կոնկրետ անցումի կամ լուսավորության հարցով դիմել ոստիկանությանը ու ոստիկանությունը կարող է օգնել մեզ։ Ուսանող երիտասարդներին, ինչպես բոլորն, այնպես էլ ոստիկանները համարում են հասարակության շարժիչ ուժը, ուստի նպաստել հասարակության մեջ գիտակցության ձևավորմանը, թե ոստիկանին նախ եւ առաջ վստահել է պետք, ծրագրի ղեկավարները նպատակահարմար են համարում սկսել հենց ուսանողներից։ Ուսանողը պետք է զգա, որ ասենք ոստիկանը իր ասենք հոգսերը հոգացողն է, ոստիկանին հարկի, վստահի եւ ոստիկանի չվախենա ամեն հարցով ասենք անկաշկան թիմի ոստիկանին։ Համայնքային ոստիկանության մոդելի ներդրմանն ուղղված բազմամյա ծրագրի շրջանակներում նմանօրինակ հանդիպումները կկրեն պարբերական բնույթ՝ ի նպաստ ոստիկանության եւ երիտասարդության միջև վստահության ձևավորման։ Լիլիթ Թովմասյան, Արտյոմ Ադամյան, ԿՊՄ-ի լրագիր։ Այս օրերին Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում է Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծությամբ երկրորդ համալսարանի դասախոս Պամելա Էդին։ Մանկավարժականցիների հետ հրավիրված դասախոսը կանցկացնի հանդիպումներ, որոնց ընթացքում կառաջարկի արդյունավետ գիտահետազոտական աշխատանք կատարելու իր մեթոդները։ Պամելա Էդին իր փորձը մանկավարժականցիներին կփոխանցի մինչև ապրիլի 29-ը ներառյալ։ Ուսանողները լավ պատրաստված են, լավ պատկերացնում են իրենց հետազոտական աշխատանքների թեմաներն ու մեթոդները։ Քննարկվեցին բազմաթիվ հարցեր, մասնավորապես ամերիկյան եւ հայկական համալսարաններում հետազոտական աշխատանքներ կատարելու նմանությունների եւ տարբերությունների մասին։ Նոր անունով, բովանդակությամբ ու ասելիքով Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը սկսել է վերահրատարակել իր կրթական տեղեկատվական ամսաթերթը ներբուհական կյանքի ու անցուդարձի կրթական բարեփոխումների ու նախաձեռնությունների մասին լուսաբանումներով։ ԿՊՄ-ի ինֆոն պատրաստ է համագործակցության եւ ուսանողների եւ դասախոսների հետ։
Հիշեցնենք, որ մեր թողարկումները նաև YouTube-ում են, իսկ բլոգում կարող եք թողնել ձեր մեկնաբանությունները, կարծիքներն ու առաջարկները։ Գրեք մեզ, եթե ունեք հետաքրքիր գաղափար եւ փնտրում եք ասպարեզ այն իրականացնելու համար։ Մենք պատրաստ ենք համագործակցել եւ օգնել կյանքի կոչել ձեր ծրագրերը։ Հասցեն ամփոփող gpmi.studio@blogspot.com։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը, հետաքրքիր տեսանյութերով մեզ եթերում սպասեք, նաև հաջորդ կիրակից տեսություն։